Հայաստան խմբակցությունը ներկայացրել Քաղբանտարկյալների մասին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի քննարկումն այսօր պետաիրավական հանձնաժողովում ավարտվեց առանց քվեարկության։ Հիմնական զեկուցող ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը առաջարկեց 2 ամսով հետաձգել քվեարկությունը։ Խնդրում եմ քվեարկության չդնել հարցը, քանի որ առաջիկա լսումների արդյունքում կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստը։ Հայաստան խմբակցության հեղինակած նախագծում հողում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին։ Ընդդիմադիրների կարծիքով այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ 6 տասնյակ քաղբանտարկյալ կա։ Քրեական հետապնդման են ենթարկվում հենց 1900 բանաձևով սահմանված առաջին չափանիշի հիման վրա, այսինքն կալանավորումը իրականացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրություններում արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որը մեկի խախտում։ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նիստում մի շարք կանոններ հնչեցրեց, որոնք ընդդիմության գնահատմամբ քաղբանտարկյալներ են։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ մասնագիտությամբ իրավաբան Վլադիմիր Վարդանյանը ChatGPT-ին է դիմել, որ հասկանա ընդդիմադիրների պնդումները որքանով են հիմնավոր։ Ես պարզապես ձեր հայտարարության տեքստը գցել եմ արհեստական բանականության համապատասխան գործին ChatGPT-ին եւ ստացել եմ պատասխաններ, կարող եմ ընթերցել, եթե ցանկանում եք։ Իսկ եթե ընթերցեմ, կստացվի հետեւյալը, որ արկա են դատողություններ, դրանք հիմնավորված չեն փաստերով, չկա որևիցե զեկույց, թե միջազգային կազմակերպությունների, թե միջազգային կառույցների վերաբերյալ, չկան փաստեր, չկան թվեր, չկա վերաբերում։ Քաղաքական գնահատական որպես ձեր կողմից, ձեր ընկալում քաղաքական գնահատական կարող է լինել, բայց այն ինչ որ դուք ներկայացրել եք, որևիցե հիմնավորում տակը չունի։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում իշխանականները հիմնականում միջազգային կառույցներին էին հողումանում, պնդելով, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին միջազգային կառույցները կարծես թե իրեն ճգնաժամի ինչ որ փուլում են գտնվում։ Նախորդ իշխանությունների ժամանակ հենց միջազգային կառույցների աջակցությամբ է եղել, որ հաղթահարվում էին որոշակի խնդիրներ։ Այսօր մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնացել։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը բնական է համարում, որ իշխանությունը չի ընդունում, թե մարդկանց քաղաքական ճնշումների է ենթարկում։ Ընդդիմադիր պատգամավորը իր խոսքը փորձեց հիմնավորել օրինակներով եւ հարցրեց, քանի ԿՊԱ-ական համայնքի ղեկավար կա, որ մեղադրվում է կոռուպցիայի համար եւ կալանավորված է ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Եվ այդ դեպքում դուք ասեք, կա խտրական Դիանա Գասպարյանը, որ համայնքի ղեկավար էր, որ հրաժարական տվեց, այդ հիմքով հրաժարական տրվեց։ Այսինքն դուք հիմա գլխի վրա շուռ եք տալիս, ասում եք, չէ, դրա փաստերն ուրիշ են, սան ուրիշ է։ Ընդդիմության պնդումներն ու ներկայացրած հիմնավորումները խիստ զայրացրին Անուշ Քլոյանին, ժողովրդավար ու ինքնիշխան է Հայաստանը, պնդեց ԿՊԱ-ական պատգամավորը։ Մենք ապրում ենք ազատ ժողովրդավար ինքնիշխան պետությունում եւ յուրաքանչյուր մարդ ազատ է իր կամքը արտահայտելու, իսկ այն մարդիկ, ովքեր որ ձերբակալված են, խախտել են օրենքները։ Նախագծի հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը հիշեցրեց Սամվել Կարապետյանի ձերբակալությանը նախորդող Նիկոլ Փաշինյանի գրառումները, որոնցից անմիջապես հետո իրավապահները գնացին գործարարի հետևից։ Եվ այդ հրապարակային մեկնաբանության հիման վրա էր, որ որոշեցին դա հանդիսանում է իշխանություն զավթելու կոչ։ Քաղբանտարկյալների հարցով ընդդիմության նախաձեռնած լսումները հաջորդ շաբաթ են նախատեսված։ Արծվիկ Մինասյանն այսօր տեղեկացրեց, հրավիրել են նաև գլխավոր դատախազին։ Կմասնակցի Աննա Վարդապետյանը լսումներին, թե ոչ, կառույցից հրաժարվեցին մեկնաբանել։